իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով իդեալ համակարգի ցանկացած խալոցրահ։ Պարոն Միրզյան, երբ Ադրբեջանը պնդում է իր նախապայմանները խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար եւ հայտարարում է, որ կան բանակցություններ, ես ուզում եմ հասկանալ, ինչ հարցեր են քննարկվում, հենց այդ նախապայմանները, դրանցից հրաժարումը, թե դրանց կատարումը եւ հարցի այսպես հավելում առաջիկայում հնարավոր է նախարարների կամ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման հնարավորություն կա այդպիսի պայմանավորվածություն եւ Ֆրանսիայի նախարարին ուղեմ հարցս ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն բոլորովին վերջերս չէր բացառել Հայաստան ներխուժման հնարավորությունը Ադրբեջանի կողմից Արևմուտքը ընդհանրապես իսկ Ֆրանսիան մասնավորապես ես ուզում եմ հասկանալ կոնկրետ ինչ քայլեր են իրականացնում Հարավային Կովկասում հնարավոր նոր էսկալացիան բացառելու համար շնորհակալություն Շնորհակալ եմ հարցի համար Շատ լավ Ուրեմն Գաղտնիք չի, որ այսինքն այս թեմաները, հարցը, որը դուք տալիս եք եւ առհասարակ դրանց հետ առնչվող թեմաները շատ լայնորեն հրապարակավ քննարկվում են, այդ թվում եւ դուք Տիկին Բետևյան, այդ թվում եւ հենց այս սրահում ինձ ուղիղ այդ մասին հարցելու բազմաթիվ առիթներ եք ունեցել, այսինքն Ադրբեջանը նշում է պայմաններ, որոնց կատարումը ըստ ադրբեջանական կողմի պետք է ավելի դյուրինացնի խաղաղության պայմանագրի կնքումը, ինչ վերաբերում է պայմանների մի խմբին, օրինակ Մինսկի կառույցներին, ապա օրակարգը մեզ համար քննարկելի է, եթե մեր մոտեցումը, եթե չկա կոնֆլիկտ, բայց չկա կոնֆլիկտ, մենք հասկանում ենք ինստիտուցիոնալիզացված կերպով, որն է ստորագրված, ավելացված կամ այսինքն շատ ավելի պատկերացնելի շոշափելի խաղաղություն, ապա չկա նաև կոնֆլիկտին վերաբերող կամ կոնֆլիկտով զբաղվող դրա մանդատ ունեցող կառույցների անհրաժեշտությունը, բայց սա պայմանների մի խումբն է, մյուս խումբը այն է, որը որ դուք եք, մյուս պայմանը այն է, որը դուք նշեցիք, Հայաստանի սահմանադրությունը, եւ այստեղ մենք ունենք երկու ճանապարհ, այսինքն կրկին մեր մոտեցում ասել ենք, այս օրակարգը մեզ համար ընդունելի չի, բայց ուզում եմ առիթ օգտագործել եւ բացատրել։ Տեսեք, ունենք երկու ճանապարհ։ Եթե դիցուկ Ադրբեջանի մտահոգությունները անկեղծ են, անկեղծորեն Ադրբեջանը մտահոգված է, թե Հայաստանի սահմանադրությունը ունի տարածքային պահանջներ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Այս դեպքում այդ մտահոգությունների ամենաուղիղ, հասցեագրման ամենակարճ, ամենաճիշտ, ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, ոչ թե չստորագրումը, եւ կարող եմ բացատրել ինչու։ Այս պայմանագիրը ստորագրումից հետո մեր օրենսդրության պահանջների համաձայն պիտի անցնի ավերացման գործընթաց եւ առաջին հերթին պիտի դիմենք սահմանադրական դատարան, որը աշխարհում գոյություն ունեցող միակ մարմինն է, որը իրավասություն ունի մեկնաբանել մեր սահմանադրությունը։ Հիմա պատկերացրեք իրավիճակ, երբ մենք ստորագրում ենք պայմանագիր եւ հարցնում ենք սահմանադրական դատարանի կարծիքը եւ սահմանադրական դատարանն ասում է, որ սա համապատասխանում է սահմանադրությանը։ Այսինքն, իսկ պայմանագրում մենք ունենք գրած, որ մենք տարածքային պահանջներ չունենք միմյանցից եւ ահա եթե սահմանադրական դատարանն ասում է, որ ամբողջ պայմանագիրը, այդ թվում եւ այս պնդումը համապատասխանում է սահմանադրությանը, նշանակում է հարցը փարատվում է, ես կարող եմ ավել փաստարկներ բերել, բայց իշահ ժամանակի չեմ անի դա իհարկե, եւ եթե Ադրբեջանի մտահոգությունները անկեղծ չեն, ապա էլի, հիմա դուք հարցնում եք ինչ հունով կարող են գնալ քննարկումները, եթե հայտնի են այս պայմանները, քննարկումները կարող են գնալ ոչ անպայման դուք մի քիչ ծայրահեղ որակեցիք ընդունել պայմանները կամ ամբողջապես մերժել դրանք, մենք պետք է ներկայացնենք մեր փաստարկները, լսենք ադրբեջանական կողմին եւ փորձենք այնուամենայնիվ լուծում գտնել եւ հենց սա էլ ընդհանրապես որևէ հարցում բանակցությունների իմաստն են, եթե վերցնենք որևէ խնդիր, որտեղ կան երկու հակադիր դիրքորոշումներ եւ ընդունենք այդ երկու հակադիր դիրքորոշումները որպես վերջնական, ապա աշխարհում բազմաթիվ հարցեր չէին լուծվի, բայց մեր առաքելությունն է փորձել լուծում գտնել եւ այս առումով եթե կարողանանք պայմանավորվածություններ ձեռք բերել առաջիկայում նախարարական մակարդակով, վարչապետի նախագահի մակարդակով նոր հանդիպումների, որտեղ կարող ենք ելի լուծում քննարկել ավելի ֆունդամենտալ կերպով քննարկել, քան դա թույլ են տալիս միջազգային օրինակ ֆորմատները ժամանակի տեղի առումով, ապա իհարկե մենք կարող ենք ողջունել միայն եւ մենք կողմ ենք այդպիսի հանդիպումների